Չգիտեմ, արդյոք նրանից բացի աշխարհում կա նաև ուրիշ արտիստ, ով 3 անգամ արժանացել է International Opera Awards ամենահեղինակավոր մրցանակի։ Իզուր չեն մեր այդ հայրենակցուհուն, դասում մոլորակի լավագույն սոպրանոների շարքին։ Հասմիկ Գրիգորյան, լիտվահայ երգչուհի, համաշխարհային օպերայի գերաստղ, սոպրանո, ականավոր տենոր Գեղամ Գրիգորյանի դուստրը։ Հասմիկ, դուք բավական վարժ խոսում եք հայերեն, դեմ չեք, եթե հարցազրույցն էլ հայերեն վարենք։ Գներեք, մի քիչ դժվարանում եմ, դրա համար մի քիչ էշտ ռուսերեն էշտ ավելի կլներ, բայց Հասմիկ, միշտ հարցազրույցը սկսում եմ զրուցակցիս արմատների մասին խոսելով։ Ինչ գիտեք Գրիգորյանների արմատների մասին, արևմտահայ են, չէ՞ կարծեմ։ Շատ բան չգիտեմ, բայց տեղյակ եմ, որ տատիկս Կարսից էր, իսկ պապիկս Վանեցի էր։ Հայրիկի հարցազրույցներից գիտեմ, որ իր ծնողները ստեղծագործող մարդիկ էին։ Ստեղծագործող էին, բայց արվեստի բնագավառում չէին ինքնադրսևորվում պրոֆեսիոնալ կերպով։ Բայց երաժշտական ավանդույթները ընտանիքում եղել էին հայրիկից առաջ էլ։ Այո, կային։ Ձեզ Գեղամ Գրիգորյանի պես մեծ երաժշտի ընտանիքում ծնվելու բախտ է վիճակվել։ Դուք մանկուց գիտակցում էիք, որ սովորական ընտանիքում չեք մեծանում։ Երբ փոքր էի, դա առանձնապես չէի գիտակցում։ Հիմա եմ սկսում հասկանալ։ Երբ փոքր էի, հակառակը ինձ վատ էի զգում, որ իմ մասին ասում էին Գրիգորյանի աղջիկն է։ Ցանկանում էի ամեն բանի ինքնուրույն հասնել, որ ոչ մեկ չկարողանա ասել, թե ծնողների շնորհիվ է։ Ամեն ինչ անում էի, որ ուրիշների աչքերում երևամ սովորական, որ լինեն այնպիսին, ինչպիսին բոլորն են։ Ձեզ մոտ դա չի ստացվում, դուք չեք կարող լինել ինչպիսին բոլորն են։ Ես հիմա եմ գիտակցում, որ դա լավ է, երբ բոլորի պես չես, երբ տարբերվում ես, դա առավելություն է։ Ու այդ առավելությունը ինձ տվել են ծնողներս։ Հիմա արդեն ես դա շատ եմ գնահատում։ Ծնողներիս թողած ժառանգությունը ինձ համար հպարտանալու առիթ է իհարկե։ Եվ հայրիկս եւ մայրիկս արվեստին ծառայող մեծ վարպետներ են եղել։ Իրենա Միլկյավիչուտեի ու Գեղամ Գրիգորյանի ընտանիքը համաշխարհային օպերայի 2 տիտանների եզակի միություն էր։ Հասմիկի հոր ականավոր տենոր Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի անունը ոսկե տառերով է գրված համաշխարհային օպերային արվեստի պատմության մեջ։ Նա նվաճել է մոլորակի խոշորագույն բեմերը։ Գրիգորյան այն բացառիկ խորհրդային երգիչներից էր, ով հյուրախաղերով հանդես էր գալիս արևմտյան Եվրոպայի երկրներում։ Նրան ծափահարում էին Միլանի Լասկալայում ու Վենետիկի Լա Ֆենիչեում, Ամստերդամի Կոնցերտ Գեբաումում ու Լոնդոնի Քովենտ Գարդնում, Նյու Յորքի Մետրոպոլիտենում ու Բուենոս Այրեսի Կոլոնում, Մոսկվայի Բալշոյում ու Պետերբուրգի Մարիինսկիում։ Գեղամ Գրիգորյանը եղել է Լիտվայի պետական օպերային թատրոնի մենակատար, գլխավորել է Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Ապագա կնոջ Հասմիկի մոր հետ մեծ վարպետը ծանոթացել էր, երբ նրանք միասին վերապատրաստվում էին Լա Սկալա թատրոնում։ Հազվագյուտ գեղեցկության սոպրանոյի ու վառ արտիստիզմի շնորհիվ Իրենա Միլկյավիչուտեն ձեռք բերեց մեծ ճանաչում, արժանի տեղ զբաղեցնելով Լիտվայի երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Իր նվաճումների համար նա արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնց թվում են Գլինկայի անվան մրցույթի առաջին մրցանակը ու Լիտվայի ժողովրդական արտիստի կոչումը։ Այսօր վաստակաշատ երգչուհին Վիլնյուսի երաժշտության ու թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր է։ Գեղամ Գրիգորյանի ու Իրենա Միլկյավիչուտեի ստեղծագործական ու ընտանեկան միության գլխավոր ժառանգությունը դարձավ նրանց դուստրը, ով համարվում է ժամանակակից ամենապահանջված օպերային երգչուհիներից մեկը։
Я знаю, что вы Սկզբում դուք այլ բնագավառում էիք ձեզ փնտրում։ Սկսել էիք դաշնամուրից, դիրիժորի արվեստ էիք նաև սովորում։ Այո, դաշնամուրից եմ սկսել։ Վոկալով սկսել եմ զբաղվել արդեն 17 տարեկանում։ Այդքան ուշ Ну, это нормально, да. Դա նորմալ է։ Ավելի շուտ ծնողներս ինձ թույլ չէին տալիս։ Այդպես է ճիշտ։ Շուտ սկսելը լավ չէ։ Մանկական օրգանիզմը պետք է կայացած լինի, եթե ցանկանում եք պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Но вы, наверное, դուք երևի ուղեկցում էիք մայրիկին ու հայրիկին իրենց հյուրախաղերի ժամանակ։ Այսինքն մենակատարի կյանքը ձեզ ծանոթ էր մանկուց։ Да, абсолютно. Я все-таки Այո, ես թատրոնում եմ մեծացել։ Չեմ կարող նույնը ասել իմ երեխաների մասին։ Ես ձգտում եմ նրանց պաշտպանել թատրոնից։ Մասնագիտական կրթությունը Վիլնյուսում եք ստացել։ Այո, կոնսերվատորիան Վիլնյուսում եմ ավարտել, բայց իհարկե շարունակել եմ մասնագիտական կրթությունը։ Կատարելագործել եմ վոկալի արվեստը տարբեր դասընթացներում։ Վարպետաց դասեր եմ առել հայտնի երգիչների մոտ։ Вот я хочу понять. Հետաքրքիր է, ինչ վարպետաց դասերի մասին կարող է խոսք լինել, եթե գլխավոր վարպետը, ումից կարելի էր դասեր վերցնել, հենց ձեզ հետ նույն տանն էր ապրում։ Да, это, конечно, всегда был такой случай. Իհարկե, այդպես էլ կար։ Իրականում կոնսերվատորիայում էլ ինձ մայրս էր դասեր տալիս։ Ավելի լավ ուսուցիչներ, քան մայրս ու հայրս, իսկապես պատկերացնել հնարավոր չէր, բայց այնուամենայնիվ ես վստահ չեմ, որ ճիշտ է, երբ ծնողդ է քեզ դասավանդում։ Այդ դեպքում ուսուցչի եւ աշակերտի միջև այլ տեսակի հարաբերություններ են ձևավորվում, որոնք կարող են խանգարել, մանավանդ պատանեկան տարիքում։ Դե բոլոր պատանիները սիրում են անել իրենց ծնողների ասածի հակառակը, հակադրվում են ծնողներին, ու հենց դա կարող է խանգարել։ Երբ ես արդեն հասունացել էի, հորիցս ավելի շատ բան էի վերցնում։ Պատանեկան տարիքում ինչ-որ բան խանգարում էր ինձ, բայց գուցե դա նույնիսկ լավ էր։ Ես ինքս էի իմ ճանապարհը հարթում, ինքնուրույն։ Ես ամեն ինչ անում էի, որ ինձ ճանաչեն որպես Հասմիկ Գրիգորյան, այլ ոչ թե որպես Գեղամ Գրիգորյանի եւ Իրենա Միլկյավիչուտեի դուստր։ Ну вот у детей выдающихся родителей, которые Մեծ վարպետների զավակների մոտ երբեմն բարդույթներ են առաջանում։ Նրանց թվում է, որ իրենց մինչև կյանքի վերջ անցալելու են որպես իրենց մեծ ծնողի զավակ միայն։ Դուք հեշտ ձերբազատվեցիք այդ զգացումից։ побороть это вот как у вас это случалось? Да, точно так же. Ամեն ինչ անում էի, որ այդ զգացումը ունենալու առիթ չլինի։ Կարծում եմ կարիերայիս ամենասկզբից շատ ճիշտ էի վարվում։ Կատարելու համար ընտրում էի միայն այն օպերային պարտիաները, որոնք երբեք չէր երգել մայրս, որպեսզի ոչ մեկ չկարողանա համեմատել։ Հասմիկն է ավելի լավ երգում, թե իր մայր Իրենա Միլկյավիչուտեն։ Ու ծնողներս էլ էին խթանում ինքնուրույն կարիերա անելու իմ ձգտումը։ Հայրս միշտ ասում էր, որ ես ամեն ինչ պետք է անեմ, որ ինձ ճանաչեն իմ տաղանդով, այլ ոչ թե նրա համար, որ ես Գեղամ Գրիգորյանի դուստրն եմ։ Ու երջանիկ էի, երբ հայրս իր մասին ասում էր. «Ես Հասմիկ Գրիգորյանի հայրն եմ»։ Նա հասցրեց վայելել դա անկեղծորեն ասելու հաճույքը։ Папа не успел, Հայրս ցավոք չհասցրեց լինել իմ կարիերայի ամենամեծ հաջողությունների ականատեսը, բայց նա տեսավ ինձ մեծ բեմերում ու համոզվեց, որ ես կարողանալու եմ ավելի մեծ ձեռքբերումների հասնել։ Հասմիկ Գրիգորյանն այսօր ժամանակակից համաշխարհային օպերայի ամենապայծառ ու պահանջված աստղերից մեկն է։ Անկրկնելի ձայնն ու դրամատիկ վառ տաղանդը ստիպել են քննադատներին անվանել նրան մեր ժամանակների ֆենոմեն։ Ծնվելով լեգենդար երաժիշտների ընտանիքում, Հասմիկը ոչ միայն շարունակել է տոհմի ավանդույթները, այլ նաև ստեղծել է իր սեփական եզակի ոճը, որը համադրում է վոկալ կատարելությունը դերասանական վարպետության հետ։ Մեր հայրենակցուհին 2016, 2019 ու 2025 թվականներին տարվա լավագույն երգչուհի էր ճանաչվել արժանանալով International Opera Awards հեղինակավոր մրցանակին։ Նա աշխարհում միակ երգչուհին է, ով 3 անգամ ստացել է այս մրցանակը, որը երաժշտական աշխարհում օպերային Օսկար են անվանում։ Հասմիկը հաճախ է հանդես գալիս Լա Սկալայում ու Վիեննայի պետական օպերայում, Մետրոպոլիտենում ու Քարնեգի հոլում, Քովենտ Գարդենում ու Վիգմար հոլում, Մադրիդի Թիատրո Ռեալում ու Բարսելոնի Լիսեյում, Փարիզի Բաստիլում ու Մոսկվայի Բալշոյում։ Նա գրավել է Ստոկհոլմի, Մյունխենի, Բերլինի, Համբուրգի, Ցյուրիխի, Հռոմի, Տոկիոյի օպերասերների սրտերը։ Հասմիկ Գրիգորյանը շարունակում է մնալ իր կարիերայի գագաթնակետին, սահմանելով նոր չափանիշներ օպերային արվեստում։ Չնայած համաշխարհային գերաստղի կարգավիճակին, մեր հայրենակցուհին պահպանում է խորը կապը իր արմատների հետ, կրելով հայ ու լիտվացի ժողովուրդների մշակույթը։ 2021 թվականի մայիսին արվեստի զարգացման գործում ներդրված ավանդի համար Հասմիկ Գրիգորյանը
պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Հասմիկ, ասացիք, որ հատուկ ընտրում էիք այն դերերը, որոնք մայրիկը չէր կատարել։ Իսկ ընդհանրապես ինչպես են դերերը ընտրում, ինչն է ձեզ համար ամենակարևորը։ Հետաքրքրությունը դերը պետք է ինձ հետաքրքիր լինի։ Այն կամ դուր է գալիս, կամ ոչ։ Երկրորդական է հեղինակը, բեմադրիչը, դերի ծավալը։ Իսկ դուք կարող եք ձեզ թույլ տալ որոշել, թե ինչ եք ուզում կատարել, թե ձեզ են առաջարկում կոնկրետ դերեր։ Հիմա արդեն իսկ կարող եմ ինքս ինձ թույլ տալ որոշել, թե ինչ եմ երգելու։ Կարծում եմ արդեն վաստակել եմ դրա իրավունքը։ Առաջ կատարում էի ցանկացած դեր, որ ինձ առաջարկում էին։ Դուք վաստակել եք դրա իրավունքը, բայց այնուամենայնիվ օպերան դա թիմային արվեստ է։ Հաջողությունը լինում է, եթե լավ են աշխատում ողջ թիմի անդամները։ Իսկ դա եւ գործակալներն են, եւ մենեջերները, իմպրեսարիոները, ինչպես են ձևավորվում ձեր հարաբերությունները թիմակիցների հետ։ Շատ մեծ թիմ ունեմ։ Առաջին հերթին իմ գործակալն է։ Նա վաղուց արդեն չի սահմանափակվում գործակալի դերով։ Նա իմ օգնականն է բոլոր հարցերում։ Ես կարծես առանց ձեռքերի լինեմ, երբ նա կողքիս չէ։ Թիմիս կազմի մեջ են մտնում վոկալի իմ վարպետները, ովքեր օգնում են ձայնից հետ ճիշտ ձևով վարվել։ Թիմիս անդամներն են նաև լեզուների ուսուցիչները։ Ես բազմաթիվ լեզուներով եմ երգում, ու կարևոր է, որ իմանամ այդ լեզուները։ Թիմի անդամ են դաշնակահարները, որոնց հետ միասին պարապում եմ դերերի համար։ Ու նաև ողջ իմ ընտանիքի անդամներն են իմ թիմակիցները։ Իրենց դերը շատ կարևոր է։ Երբ աշխատանքիս մեջ դժվար շրջան է, ինձ հետ հեշտ չէ շփվել։ Ես դա գիտակցում եմ։ Ծանր մարդ եմ երևի։ Ու շատ կարևոր է, որ այդ պահին ընտանիքիս անդամները հանդուրժող լինեն ու կարողանան օգնել։ Հասմիկ, դուք երգչուհի եք, բայց նաև դերասան եք։ Որքանով է կարևոր օպերային բեմում ոչ միայն լավ երգչուհի, այլ նաև լավ արտիստ լինելը։ Շատ կարևոր է։ Բնական է, պրոֆեսիոնալ դերասան ինձ անվանել չեմ կարող։ Առաջին հերթին երգչուհի եմ, բայց ես տիրապետում եմ այն արվեստին, որը թույլ է տալիս բեմից տեղեկություն հաղորդել ոչ միայն ձայնի, այլև մարմնի ու դեմքի արտահայտության միջոցով։ Եթե օպերային արտիստը այդ ունակությունը չունի, նա երբեք հաջողության չի հասնի։ Դա հաշվի առնելով ձգտում եմ կատարելագործել իմ այդ ունակությունը։ Նկատել եմ, որ չեք խուսափում օպերային ոչ ավանդական բեմադրություններից։ Երբեմն բավական համարձակ անսպասելի ամպլուաներում եք հանդես գալիս բեմում։ Դա անում եք, քանի որ ձեր դուրն է գալիս, թե դա պարզապես փորձ է անել մի բան, ինչով կարելի է զարմացնել։ Չի ասի, որ շատ եմ սիրում զարմացնել հանդիսատեսին, բայց ես իսկապես չեմ խուսափում անսպասելի մոտեցումներից։ Իրականում ես փնտրում եմ ոչ թե դերը նոր ձևով մատուցելու, այլ նոր խորությամբ կատարելու հնարավորությունը։ Դերի մակերեսային ընթերցումը ինձ համար անընդունելի է։ Միշտ ձգտում եմ դերը մինչև վերջ ընկալել ու մատուցել համապատասխանաբար։ Երբեմն դա անսպասելի տեսք է ունենում, բայց ես դա չեմ անում հատուկ զարմացնելու համար։ Մանավանդ վերջերս, երբ ինձ ավելի հետաքրքիր է ավանդական ռեպերտուարը, բայց Կարմեն կամ Տրավիատա կատարելիս ես նույնպես ձգտում եմ դերի մեջ նոր խորություն հայտնաբերել։ Մարդիկ ասում են, դե Կարմեն 1000 անգամ լսել ենք։ Ինչպես կարելի է Կարմենը նոր ձևով մատուցել։ Հավատացնում եմ ձեզ, կարելի է։ Ես հենց դա եմ փորձում անել։ Հասմիկ, օպերային երգչի մասնագիտության թերություններից մեկը այն է, որ ընտանիքից հաճախ կտրված եք լինում։ Երեխաներին շաբաթներով չեք տեսնում, նոր քաղաքներ, օդանավակայաններ, հյուրանոցներ, ինչպես եք այդ ամենին սովորել։ Քանի որ հայրս ու մայրս միասին չէին ապրում, ես մանկուց շրջագայում էի Հայաստանի եւ Լիտվայի միջև։ Չգիտեի, թե տներից որ մեկն է իմ տունը։ Ամիսներով կամ մայրիկին չէի տեսնում, կամ հայրիկին։ Այսինքն սովոր էի, օդանավակայաններին էլ մանկուց սովոր էի։ Հետո արդեն հայրիկին ու մայրիկին էի հյուրախաղերի ժամանակ ուղեկցում։ Ես պատրաստ էի դրան, որ իմ կյանքն էլ է այդպեսին լինելու։ Երբ երիտասարդ էի, ավելի հեշտ էի տանում։ Հիմա արդեն ավելի շատ եմ ուզում տանը մնալ, ընտանիքի անդամներով շրջապատված։
Հասմիկ, я знаю, что вы Հասմիկ, գիտեմ, որ դուք ուխտագնացություն եք կատարել դեպի նախնիների երկիր, կարսում եք եղել անիում, ավելին, բարձրացել եք Մասիսի գագաթ, նախանձում եմ ձեզ։ Я вам могу все Կարող եմ ձեզ փոխանցել բոլոր այն մարդկանց կոնտակտները, ովքեր կօգնեն ձեզ էլ կատարել այդ արշավը։ Ես որոշել էի 40-ամյակս հատուկ ձևով նշել։ Այդ օրը Մասիսի գագաթին կանգնած էի։ Ահա թե նվեր եք ինքներդ ձեզ մատուցել։ справила свой день рождения. Այո, որոշել էի, որ արժանի եմ այդպիսի նվերի։ Ու մենակ, առանց ընկերների համարձակվեցի արշավել։ Իհարկե, ուղեկցողներ կային ինձ հետ։ Մայրս պատմում էր, որ ես առավոտյան 8:20 եմ ծնվել։ Հենց այդ րոպեին էլ ուղիղ 40 տարի անց ես հայերի գլխավոր խորհրդանիշը հանդիսացող Լեռան գագաթին էլ կանգնած էի։ Մասիսի գագաթին ես մի գրություն եմ թողել որդուս համար։ Այնտեղ գրել եմ, որ տարիներ անց նա էլ պետք է գա։ Կանգնի նույն տեղում ու հեռվից նայի իր պատմական հայրենիքին։ Չգիտեմ, թե երբ նա կկարողանա կատարել այդ արշավը, բայց ես որոշել եմ, որ իմ 50-ամյակը նույնպես Մասիսի գագաթին եմ նշելու։ Ու այդպես 10 տարին մեկ։ Итак, до 70. Մինչև 70-ը։ Հիշատակեցիք որդու մասին։ Ինչով է զբաղվում։ Երաժիշտ է։ Они музыкальные. Да, да, очень музыкальный, на самом деле. Այո, երաժշտություն շատ է սիրում։ Երաժշտական դպրոց է ավարտել, իսկ հիմա դերասանական կրթություն է ստանում։ Ավարտում է այս տարի։ Զուգահեռ նաև օպերային վոկալ է սովորում։ Գիտար է նվագում, երաժշտություն է գրում, տարբեր ոճերի։ Ну, а вот вы... Դե իսկ դուք երբ ազատ ժամանակ եք ունենում, ինչ ոճի երաժշտություն եք լսում։ Разную, тоже очень разную. Տարբեր, շատ տարբեր։ Տրամադրությունից է կախված։ Էստրադա էլ եմ լսում, փանկ ռոք եմ լսում, ու նույնիսկ heavy metal։ Ռոք շատ եմ սիրում։ Իսկ ինքներդ ռոք կատարել եք։ Сейчас исполняю. Հիմա եմ կատարում։ А ну-ка, ну-ка, это Ապա, интересно. ապա, Да, Что это именно? интересно. У меня сейчас вот появился как раз Հիմա ունեմ մի նոր հետաքրքիր նախագիծ, որը կոչվում է Դիվան ծնվեց։ Առաջին հայացքից այն կատակերգական է, բայց իրականում այն ստիպում է մարդկանց մտածել։ Այդ երաժշտական նախագծում ես պատմում եմ կյանքիս պատմությունը։ Ու այնտեղ կատարում եմ Լեդի Գագայի եւ Սթինգի հայտնի երգերը։ Նաեւ ռոք եմ երգում։ Ես չեմ խուսափում ոչ մի տեսակի երաժշտությունից։ Նույնիսկ ամենաթեթև էստրադային երգերն եմ հաճույքով երգում։ Այ հիմա էստրադային երգեր երգելու дасեր եմ առնում։ Դա այլ արվեստ է։ Օպերային ոչ բոլոր երգիչները կարող են փոփ երաժշտություն կատարել։ Սովորել է պետք։ Ես չեմ ամաչում սովորել։ Как здорово, что в Ինչ հրաշալի է, որ ձեր մեջ սնոբիզմ չկա։ Нет, это как раз таки. Ես ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր ժանրերի երաժշտությունը կարող է իսկական արվեստ լինել։ Ամոթ չէ փոփ կատարելը։ Ու օպերային երգչին ամոթ չէ խոստովանել, որ նա փոփ երաժշտություն կատարել չգիտի։ Երբեմն օպերային երգիչները այնքան ինքնավստահ են։ Նրանք համարձակվում են փոփ երաժշտություն կատարել ու խայտառակվում են։ Ես խայտառակվել չեմ սիրում։ Ուստի սովորում եմ, որքան շատ ոճերի երաժշտություն կարողանամ կատարել, այդքան ավելի վստահ կլինեմ ինքս իմ մեջ։ Ավելացնեմ նաև, որ էստրադա ու ռոք կատարելը ինձ օգնում է կատարելագործել նաև օպերային վոկալը։ Հասմիկ, когда творил ваш папа, Հասմիկ, երբ ձեր հայրիկն էր երգում, իր մասշտաբի ուրիշ հայ երգիչ աշխարհում ոչ մեկ չգիտեր։ Այսօր բազմաթիվ հայեր կան, ովքեր փայլում են ամենահայտնի օպերային հարթակներում։ Ինչով կբացատրեք այն, որ վերջին տարիներին հայ օպերային երգիչները սկսեցին այսպիսի մեծ հաջողություններ արձանագրել։ уже это получилось? Ну, во-первых, это разные времена. Առաջինը պետք է հաշվի առնենք, որ ուրիշ ժամանակներ էին։ Ծնողներս իրենց կարիերայի լավագույն տարիներին զրկված են եղել արտերկրում հանդես գալու հնարավորությունից։ Արգելված էր։ Հիմա հնարավորությունները շատ մեծ են։ Լավ երգեցիր Դոմինգոյի մրցույթում, քեզ անմիջապես բոլորը ճանաչում են։ Սկսում ես հրավերներ ստանալ։ Հայաստանում իսկապես շատ լավ ձայներ կան։ Ու լավը այն է, որ եվրոպացի գործակալները դա նկատել են ու սկսել են ուշադրություն դարձնել Հայաստանի վրա։ Դրանք փնտրում են տաղանդավոր երիտասարդների ու իրենց համար ճանապարհ են հարթում դեպի մեծ բեմեր։ Որոշ ժամանակ այդպիսի բան չկար։ Ինձանից ավելի երիտասարդ հայ երգիչների սերունդը պարզապես հրաշալի է։ Սքանչելի կատարողներ ունենք։ Ես հիացած եմ նրանցով։ Я читал, что Դուք в Վիլնյուսի Китае քաղաքային օպերայի համահիմնադիրն եք։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ И Vilnius City Opera, это другое, это не. Այո, բայց դա Լիտվայի պետական թատրոնը չէ, Վիլնյուսի քաղաքային օպերան է։ Այդպես կոչվելու իրավունքը ստացանք 10 տարի հանդես գալուց հետո միայն։ Այո, ես համահիմնադիրն եմ։ Սկսել էինք, երբ դեռ երիտասարդ էինք ու գեղեցիկ։ И сейчас... Հիմա էլ Сейчас уже только красивые. Հիմա միայն գեղեցիկ ենք, ել երիտասարդ չենք։ Ընկերուհուս հետ նախաձեռնեցինք։ Հավաքեցինք Լիտվայի ամենատաղանդավոր երիտասարդներին։ Իրականում դա ոչ թե օպերային թատրոն է, այլ օպերային թատերախումբ։ Սեփական մշտական բեմը դեռ չունենք։ Փոխարենը ունենք մեծ հավաքություններ ու մեծ հեռանկարներ։ В зале. Oh
Վիլնյուսի քաղաքային օպերան եզակի մշակութային ֆենոմեն է։ Այն ստեղծվել էր Լիտվայի մայրաքաղաքում 2006 թվականին որպես երիտասարդ ու հավակնոտ արտիստների անկախ միավորում։ Հասմիկ Գրիգորյանն այս կոլեկտիվի հիմնադիրներից մեկն է ու անփոփոխ մուսան։ Նրա համար Վիլնյուսի քաղաքային օպերան դարձել է ստեղծագործական լաբորատորիա, որտեղ նա իրեն թույլ է տալիս այնպիսի փորձարկումներ, որոնք ընդունված չեն համաշխարհային հայտնի բեմերում։ Չնայած համաշխարհային օպերային աստղի իր կարգավիճակին, Հասմիկը մինչ օրս շարունակում է հանդես գալ թատերախմբի կազմում։ Հենց այստեղ է նա կատարել մի շարք նշանակալի դերերը, որոնց համար արժանացել է Լիտվայի բարձրագույն թատերական պարգևի ոսկե բեմական խաչի։ Վիլնյուսի քաղաքային օպերայի հիմնական առանձնահատկությունը օպերային արվեստի ժողովրդականությունն է։ Թատրոնը հրաժարվել է ծանր դեկորացիաներից հօգուտ ժամանակակից էսթետիկայի։ Կոլեկտիվի ներկայացումները հաճախ անց են կացվում ոչ ստանդարտ հարթակներում, ինչը թույլ է տալիս ջնջել սահմանները բեմի ու դահլիճի միջև։ Այս մոտեցումը օպերա բերեց այն երիտասարդ հանդիսատեսին, որը նախկինում այս ժանրը հնացած էր համարում։ Ձեր հայրիկի շնորհքն էր նաև այն, որ դուք իսկապես հայուհի եք։ Երբ ծնողներից մեկը այլազգի է ու երեխան Հայաստանից դուրս է ապրում, հեշտ չէ հայ մնալ։ Ինչպես էր հայրիկը սերմանում ձեր մեջ հայ լինելու ցանկությունը։ Հայրս միշտ խոսում էր հետս հայ մնալու կարևորության մասին։ Բացի այդ էլ ուշադիր էր, որ մայրենի լեզուն չմոռանամ։ Այսինքն հայրիկս ամեն ինչ անում էր, որ մայրենի լեզուն պահպանեմ ու նրա շնորհիվ քիչ թե շատ խոսում եմ։ Պարզապես հարցազրույց տալ չեմ համարձակվում, քանի որ խոսակցական է հայերենս։ Չէի ցանկանա աղավաղել լեզուն։ Երբ առիթ լինում է հայերեն խոսելու, անպայման օգտագործում եմ այդ առիթը, որ չմոռանամ լեզուն։ Երբ մի երկրում հայի եմ հանդիպում, ասում եմ իրեն հետս հայերեն խոսեք։ Չեմ կասկածում նաև, որ շատ լավ գիտեք հայկական երաժշտությունը։ Կցանկանայի ավելի լավ իմանալ։ Ես ունեմ երազանք։ Մտածում եմ, որ մի օր կկարողանամ մի ամբողջական հայկական ծրագրով հանդես գալ բեմում։ Իրականում ես չեմ սիրում երազել։ Ես սիրում եմ ծրագրել։ Կարծում եմ այդ իմ երազանքը շատ շուտով ծրագրի կվերածվի ու ժամանակի ընթացքում կիրականանա։ Բայց կատարում եք նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Շատ քիչ եմ կատարել։ Երգել եմ Անուշ 15-17 տարի առաջ էր։ Քանի ձայնս դեռ ներում է, շատ եմ ուզում կրկին հանդես գալ բեմում Անուշի դերում եւ ձայնագրել օպերան։ Կոմիտասի ստեղծագործություններն եմ հաճախ երգում։ Բիս կատարումներս երբեմն հենց կոմիտաս են լինում։ Կռունկն եմ շատ սիրում բիս կատարել։ Ասմիկ, вы поддерживаете связи с Арменией։ Հասմիկ, դուք շարունակում եք պահպանել Հայաստանի հետ կապը ու նաև օգտագործում եք ցանկացած հնարավորություն Հայաստանին օգտակար լինելու համար։ Գիտեմ, որ ձեր վերջին ելույթներից մի քանիսը բարեգործական էին։ Հասույթը ուղղել եք հայկական բարեգործական հիմնադրամներին։ Այո, վերջերս Ավստրիայում մեծ բարեգործական համերգ կազմակերպեցի։ Ես պատրաստ եմ դրա մասին խոսել միայն մի պատճառով։ Ցանկանում եմ դրանով վարակել ուրիշներին, որ ուրիշներն էլ գնահատեն բարեգործությամբ զբաղվելու կարևորությունը։ Հայաստանում մի քանի բարեգործական հիմնադրամների հետ ենք աշխատում։ Ընկերներս ծանոթացրին ինձ Բարի մամա կոչվող հիմնադրամի ղեկավարների հետ։ Կարևոր գործ են անում օգնելով միայնակ մայրերին։ Ես էլ եմ փորձում իրենց արած կարևոր գործին մասնակից լինել։ Մեկ ուրիշ հայկական հիմնադրամ, որի հետ համագործակցում եմ, հայթայթում է բացառիկ դեղամիջոցներ, որոնք Հայաստանում չեն ճարվում։ Իսկ Երևանյան իմ վերջին համերգից գոյացած ողջ հասույթը որոշեցի ուղղել Լուսե կոչվող հիմնադրամին։ Այն աուտիզմ ունեցող երեխաներին է օգնում։ Շնորհակալ եմ ձեզ նաև այդ նախաձեռնության համար։ Ես ձեզ նոր հաջողություններ եմ մաղթում։ Ձեր ձեռքբերումներով հպարտանալու նոր առիթներ տվեք մեզ։ Հասմիկ, սա իմ ավանդական նվերն է։ Անամոր կոչվող այս հրաշալի գինին Մանուկյան գինու ու կոնյակի գործարանը արտադրել է ընդամենը 100 օրինակով հատուկ մեր այս հաղորդաշարի հերոսների համար։
Այն այդպես էլ կոչվում է անամոր աշխարհի հայերը։ Հաջորդ ձեր համերգի հաջողությունը այս գինով նշեք։ Իսկ գինու հետ շատ համեղ է Մարլենկա քաղցրավենիքը, որը Չեխիայում մեր հայրենակիցն է արտադրում։